Բարև ձեզ, դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, շարունակում ենք այսօր մեր զրույցները ըստ մեր պլանի։ Հիշեցնեմ, ինչպես միշտ ավանդապես հիշեցնեմ, ինչով ենք մենք ստեղ զբաղված ենք մենք քանդել հավաքելով կամ եթե ավելի sense գիտական ասենք դեկոնստրուկցիա եւ ռեկոնստրուկցիա անելով, վերցնում ենք մեր հանրության մեջ տարածված տարբեր պատկերացումները, ինքնին པարզ համարվող ճշմարտությունները հանրային թեմաների վերաբերյալ իհարկե շեշտում եմ ոչ թե ընդհանրապես փորձում ենք դրանք վերլուծել, այսինքն քանդել, տեսնել մեջ ինչ որ բան կա թե չկա, եթե կա նորից հավաքում ենք, հետ փորձում ենք վերանորոգել, եթե չէ, խորհուրդ ենք տալիս նետել տեն։ Հիմա ինչի մասին ենք խոսում այսօր։ Արդյոք հայերը եւ թուրքերը իրար հետ դարերով ապրել են, այսպես ասած, շատ լավ, համերաշխ խաղաղ, իսկ հետո եկել են չար եվրոպացիները կամ չար ռուսները, նայած տարբերակ, խառնել են ամեն ինչ իրար եւ դրանից էլ սկսվել են բոլոր խնդիրները, դրանից է սկսվել հայերի եւ թուրքերի միջև կոնֆլիկտները, խնդիրները, այդ ամբողջ ուրեմն ողբերգական պատմությունները, ինչ որ առումով բավականին ակտուալ տարածվող տեսակետներից է, որ այդպես է եղել, որ օբյեկտիվորեն, այսինքն սա նշանակում է, որ օբյեկտիվորեն հայերի եւ թուրքերի միջև տենց ինքնին խնդիր չի եղել կամ չկա եւ ամբողջը գալիս է միայն դրսի խառնելուց, դուրս ասելով նայած վարկած, հիմա իհարկե ավելի տարածված վարկածով ռուսները, բայց այս քանի որ բանը խոսակցությունը հին պատմություն ունի, այդտեղի սկզբանը եղել են նաեւ այսպես ասած չար եվրոպացիները, եկել են եւ խառնել են ամեն ինչ իրար եւ հետեւաբար եթե մենք բացառենք այս հայերի եւ թուրքերի միջև եղած հարաբերություններից երրորդ տարբեր այս ուրեմն ուժերին, ամեն ինչ նորից կվերադառնա իր բնականոն, կապրեն ներդաշնակ, որովհետեւ իրական ոչ մի խնդիր չկա։ Էլ եմ ասում, գիտեք, որ սա այս պահին, այս փուլում մեր հանրային կյանքի ամենաակտիվ քարոզվող տեսակետներից է, շեշտեմ նորից, որ չնայած ակտուալ է եւ շատերի համար գուցե նոր է, բայց նորույթ է, այսպիսի մեկնաբանությունը իրականում սա շատ հին պատմություն ունի, 100 տարուց ավելի պատմություն ունի, նման մեկնաբանությունը հայ եւ թուրք, հայերի եւ թուրքերի հարաբերությունների եւ ժամանակ առ ժամանակ դա ակտուալիզացվում է, ժամանակ առ ժամանակ հայտնում են ուժեր, մարդիկ, որոնք սա սկսում են քարոզել, իրականում ոչ մի նոր բան չկա, ուղղակի մեր սերնդի համար, գուցե սա ինչ որ առումով նորույթ կամ նույնիսկ մեր սերնդի համար չէ, մի քիչ մեզնից ավելի երիտասարդների համար, բայց իրականում շատ հին, այսպես կայացած խոսույթ է, որը իհարկե անպայման մենք պետք է վերլուծենք մեր ուրեմն կանոնների համապատասխան, քանդենք, հավաքենք, տեսնենք մեջը ինչ կա։ Այս թեմայից ես միանգամից ասեմ, որ մենք կարճ չենք խոսելու, չի կարելի այս թեմայից ուղղակի կարճ խոսել։ Դա շատ սխալ կլներ, այս թեմայից մենք խոսելու ենք իհարկե չենք անverջ լոճելու, այսպես ասած, բայց այս թեմայից մենք խոսելու ենք հնարավորինս մանրամասն, հնարավորինս ճշգրիտ, ինչքան որ մեր ֆորմատի մեջ տեղավորում է եւ մեր ֆորմատը ներում է, այնպես որ պատրաստվեք ոչ թե մեկ զրույց, այլ մի քանի զրույցների, ես խնդրում եմ լինել համբերատար, ուշադիր շատ, այդտեղ շատ կարեւոր են նրբերանգները, նրբությունները, ոչ միայն ընդհանուր թեմա, շատ կարեւոր են բոլոր նրբությունները եւ բոլոր նրբություններին ուշադիր լինենք, համբերատար լինենք, շտապելու տեղ այս թեմայում չկա, այս թեման ոչ թե կարեւոր է, կարևորը շատ այսպես մեղմ է ասել, որովհետեւ կարևոր շատ թեմաներ կան, այս թեման կենսական է եւ նույնիսկ կարելի ասել առանցքային է։ Կենսական, այսինքն նշանակում դա մեր կյանքին է վերաբերում, ոչ թե ուղակի հետաքրքիր թեմա է կամ նույնիսկ ոչ թե ուղակի քաղաքական թեման է, այլ կարևոր քաղաքական թեմաներից մեկն է։ Կենսական նշանակում մեր կյանքին է վերաբերվում եւ սա վերաբերում է նաեւ մեր անկախությանը առաջնահերթ, որովհետեւ անկախությունը նախ եւ առաջ ամենասկզբում գիտակցությունից է գալիս, գիտակցության մեջ է, գիտակցությունն է, անկախության գիտակցությունը, անկախ գիտակցությունը ավելի ճիշտ է, մենք կարող ենք տնտեսական, չգիտեմ, շատ լուրջ առաջընթաց ունենալ եւ անկախություն կառուցել տնտեսական, ռազմական, то չգիտեմ, քաղաքական, ինչ ուզես, մշակութային, բոլորը շատ կարեւոր են, ես չեմ ժխտում բնականաբար դրանց կարևորությունը, բոլոր փոխկապակցված են միմյանց հետ, բայց մենք երբեք չենք լինի անկախ ազգ, եթե չկառուցենք անկախ գիտակցություն, իսկ անկախ գիտակցության կառուցման հետ այս թեման անմիջապես կապ ունի, որովհետև ելեմ ասում շատ հին թեմա է եւ թեմա է, որով կառավարել են, կառավարում են եւ կառավարելու են մեր գիտակցությունը, այսինքն նաեւ մեր կյանքը եւ
եւ սա շատ մանիպուլատիվ թեմա է եւ կառավարելով մեր գիտակցությունը բնականաբար արդեն անկախության մասին խոսք լինել չի կարող, նույնիսկ եթե մնացած բոլոր այդ իմացած ոլորտները տնտեսությունից մինչև մշակույթ եւ անվտանգություն եւ ռազմական եւ մնացած ամեն ինչը հոյակապ լինեն, հոյակապ գործեն, չի լինի անկախություն, եթե շարունակեն կառավարել մեր գիտակցությունը։ Իհարկե մենակ այս թեմայով չեն կառավարում մեր գիտակցությունը, բայց այս թեման առանցքայիններից է այդ գիտակցության կառավարման մեջ։ Ընդ որում շատ կարևոր է հիմիկվանից ասենք, բայց դու մանրամասն կտեսնենք, որ այսօր ոչ թե այդ թեման sense միաշերտ է, այլ մի քանի ձևով, տարբեր ամենաձևերով, տարբեր մեկնաբանություններով, հակադիր նաև մեկնաբանություններով են մեր գիտակցությունը այս թեմայով կառավարել եւ կառավարում եւ շարունակել են կառավարել, մինչեւ որ մենք չազատվենք։ Իսկ եթե մենք ուզում ենք ռեալ ազատագրվենք, ոչ թե կարգախոսային, որտեղ ռեալ ազատագրումը գիտակցության է, հետեւաբար նաեւ կյանքի, հետեւաբար նաեւ քաղաքական։ Այդպես չի ասենք ուղղակի sense խոսքով չի, շատ հեշտ բան չի, այտենց միանգամից հրճակելով չի, միանգամ դա շատ լուրջ, շատ ուշադիր, ոչ անհնարին, բայց բարդ աշխատանք է, հետևողական աշխատանք է, որին մենք պետք է հասնենք եւ այդ ճանապարհին մենք էլ եմ ասում, պետք է լինենք ուշադիր, համբերատար, բայց չթողնելով ոչ մի նրբություն, ոչ մի երանգ։ Դրա համար այս թեմայի մասին մենք խոսանք այնքան, ինչքան պետք լինի, այլ եմ ասում անվերջ չենք լոճելու, բայց ինչքան որ պետք լինի, զինվենք համբերությամբ, թեման աստիճանաբար կբացվի, ինչպես նման թեմաները սկզբում միգուցե ինչ որ բաներ абստրակտ հնչեն, ինչ որ բաներ անհասկանալի լինեն, պետք է աստիճանաբար քայլ առ քայլ բացենք։ Մի փոքր նշեմ ուրեմն այստեղ տերմինաբանության մասին։ Ես ասացի հայ թուրքական, հայեր եւ թուրքեր, թուրքեր ասելով ես նկատի ունեմ երկու թուրքերին, այսպես ասած, երկու տեսակի թուրքերին, եւ Թուրքիայի թուրքերին, եւ Ադրբեջանի թուրքերին։ Այստեղ մենք առանձին խոսելու ենք եւ Թուրքիայի մասին եւ Ադրբեջանի մասին։ Ինչու եմ ես այդուհանդերձ, սա էլ եմ ուզում ամեն դեպքում ասեմ, որ այսպես տերմինների մասին պայմանավորվենք, հա, ընդունված է նաեւ գիտական խոսակցություններում, ճիշտ է, մերը բառեզբուն իմաստով գիտական չի, ակադեմիական գիտական չի, մատչելի է, բայց ամեն դեպքում այստեղ տերմինների մասին պայմանավորվելը հենց սկզբից շատ կարևոր է։ Ինչեմ ես այդուհանդերձ թուրք ասում, երկու դեպքում էլ, հա, որովհետև դա առաջին հայացքից շատ անհարմար է թվում, էլի, անդադ պետք է ճշտես, անդադ պետք է ասես Թուրքիայի թուրքերը, չգիտեմ, Ադրբեջանի թուրքերը, կոնտեքստից պետք է բան անես, պարզ դարձնես, ու առաջին հայացքից անհարմար է, կարող է անհասկացություն առաջանալ, բայց դե բացի այնից որ բնական է, որովհետև ասենք իմ համար օրինակ չգիտեմ, բնական է թուրք ասել երկուսին էլ, որովհետև ես մեծացել եմ, երբ որ ես մեծացել եմ, երբ որ կամ չգիտեմ, երբ որ ես փոքր եմ եղել, ադրբեջանցի բառ խոսակցական հայերենում չի եղել, մենք իմացել ենք թուրքեր, գիտենք որ կան թուրքեր, որը վերաբերում է, ասենք, ավելի շատ մեր տեսած թուրքերը հենց Ադրբեջանի թուրքերն են եղել։ Թուրքիայի թուրք մենք չենք տեսել, բայց Հայաստանում դեռ ապրում էին, ոչ միայն Հայաստանում, Վրաստանում եմ նաև ապրել ընդեղել եմ, տեսել դրանք թուրք էին մեր համար, այդպես էր բնական լեզուն, բայց այդտեղ մենակ բնական լեզուն չի։ Իհարկե իմ համար ասենց ասած բնական է այդպես ասել, բայց հացը մենակ դա չի, ես վերջերս էլ մտածեցի ամեն դեպքում ինչպես է ճիշտ, որն է ճիշտ, հենց այս շարքում էլ ոնց ասեմ էլի, ես ամեն դեպքում պնդում եմ, որ ոչ միայն ուղղակի բնականի պատճառով, այլև շարադրանքի տեսակետից եւ մտքի տեսակետից կարեւոր է որ մենք հենց թուրք ասենք, ոչ թե ընդ որում ստեղ բացասական կամ դրական բան չեմ դնում, ես չեմ թուրք, որպեսի չգիտեմ բացասական երանգ ավելացնեմ, որտեղ բարձր որ հայերենում դա ամեն դեպքում բացասական երանգ ունեցող բառ է, ինչը բնական է, որը պատմությունն է այդպես թելադրել եւ կտեսնենք որ հենց պատմությունն է թելադրել, այլ ոչ միայն դրսի ուժերի խնդիրն է, բայց ինչի, որովհետեւ նախ ադրբեջանցի տերմինը ինքը շատ արհեստական տերմին է իրոք, մենք առանձին կխոսանք իդեպ առանձին հատուկ խոսալու ենք ադրբեջանական ինքնության մասին, որովհետև այդտեղ էլ պետք է բաներ կան, որ պետք է քանդենք մեր ստերեոտիպային պատկերացումները, պետք է քանդենք եւ ընդ որում բացասական եւ դրական այդ ինքնության մասին։ Ադրբեջանցի տերմինը այդտեղ շատ արհեստական է իսկականից եւ իրականում ադրբեջանցի լրիվայելման է նշանակում, դա պետք է նշանակի այսօր էլ պարսկական այդ գավա նահանգները կան, երկու արևմտյան եւ արևելյան Ադրբեջան, դա պետք է վերաբերվի այդ ուրեմն տարածքի բնակիչներին, ընդ որում անկախ ազգությունից ադրբեջանցի մեծ հաշվով դա է նշանակում։ Այլ չեմ ասում դրա տարբեր չգիտեմ վարիացիաները, որ
մեզանում, չգիտեմ, ինչ որ բայց սկսեցին օգտագործել ազերի, ես իմի անիմաստ բառեր են, արհեստական հայերենում չկա նման բառ ազերի։ Հիմա չեմ քթի մազություն անում, կարևոր են սրանք։ Եվ էլի, շատ սխալ է, որտեղ ազերի իրականում ու պարսկական արտասանությամբ ազարի նշանակում է էլի լրիվ ուրիշ բան, նշանակում է այդ Ադրբեջանի, այսինքն Ադրբեջան ասելով հենց իրանական, ուրիշ Ադրբեջան չկա, հին հայերեն արտասանությամբ պատերպատականն է, այդտեղի լեզուն, բայց ոչ թե թուրքերեն լեզուն, այլ այդտեղ ավելի հին, ավելի միջնադարում դեռ ապրող իրանալեզու ժողովուրդ կար, ազերի կամ ազարի, որը խոսում էր այդ ազարի լեզու, ասենք դա թուրքերին չի վերաբերում, ազերին կամ ազարին, դա վերաբերում հենց իրանալեզու ժողովրդին, որը հիմա չկա, ձուլվել է թուրքերի մեջ, բայց այդ ժողովուրդը թուրք չի, թուրքալեզու չի եղել։ Դա է նշանակում, եւ էլի շատ սխալ բան է, մանավանդ տենց ինչ որ արհամարական բանով ազերիները, ինչ ազերիներ։ Ազերիներ չկան, ազերիները վաղուց ձուլվել են, այդ ժողովուրդը գոյություն չունի եւ եղել է իրանալեզու ժողովուրդ։ Այսինքն այլ տարբերակ չի մնում եւ ամենաճշգրիտը հենց թուրքն է, որովհետեւ Եվ մենք ասում ենք նաև ինչի, ադրբեջանցի, դե ադրբեջանցի բառից բուն իմաստով այդպես որպես ազգի անուն ինքը 20-րդ դարի սկզբից է գալիս, սովետական շրջանից է գալիս, մինչև այդ չի եղել, բայց այդ ժողովուրդը եւ այստեղից գալիս է, որ մենք մեր ստերեոտիպներից մեկը, որ ասում ենք դե դրանք չեն եղել մինչև, չգիտեմ, 36 թիվ, չեղել են, որպես ադրբեջանցի չեն եղել, բայց որպես ինքնություն ունեցող մի հատ միավոր եղել են եւ եղել են թուրք, մեր համար թուրք, իրենց համար, ասենք իրենք եղել են ավելի շատ մուսուլման, Կովկասի մուսուլման։ Հիմա լավ, այս տվյալ դեպքում մի փոքր բան արեցի, այս խոսակցությունը կանխեցի, որովհետև մենք ավելի մանրամասն է դրա մասին խոսելու ենք, իրենց ինքնության մասին, ուղղակի ուզեցի հիմնավորել, ինչի եմ ես այստեղ ասում թուրք, երկու դեպքում էլ, եւ որ մենք, երբ որ հիմա տվյալ դեպքում ասում ենք հայերի եւ թուրքերի, նկատի ունենք երկուսին էլ, բայց երկուսին առանձին ենք դիտարկելու սկզբից Թուրքիայի, թուրքերի հետ մեր պատմական հարաբերությունը այն կոնտեքստում, թե արդյոք օբյեկտիվ պրոբլեմ, օբյեկտիվ կոնֆլիկտ եղել է, թե ոչ, թե դա միայն դրսից է բերված, եւ նույնը առանձին նայելու ենք Ադրբեջանի հետ եւ այդ պատմականը հենց այնպես էլի իհարկե չենք նայում, իհարկե երևի ավելորդել է դա հիմնավորել, բայց հերթական անգամ ասեմ, որ պատմականը հենց այնպես չի, այդ պատմականը մենք նայում ենք հենց նրա համար, որպեսզի հասկանանք ներկան եւ կանխատեսենք ապագան, որովհետեւ այսօր ինչ որ կատարվում է, մեզ նաև որոշակի ապագա են խոստանում հենց այս որոշակի կոնցեպցիայի հիման վրա։ Մենք պետք է նայենք այդ կոնցեպցիայի հիմքերը ճիշտ են թե ոչ, որպեսզի հասկանանք այդ ուրեմն կոնցեպցիայով մեզ առաջարկվող ապագան կարող է ճիշտ լինել թե ոչ։ Այս է խնդիրը, այսինքն այստեղ մենք ինքնանպատակ անցյալից չենք խոսալու։ Չնայած ընդհանրապես անցյալից ինքնանպատակ խոսակցություն չկա, ուղղակի գիտեք, միշտ հայտնում են մարդիկ, որ բան այդ անցյալը թողեք հանգիստ եսի, ինչ աբսուրդ դեմագոգիա։ Այսօր ասենք մարդը ասի մոռացի դու ինչ ես ապրել մինչև չգիտեմ ասենք 50 տարեկան ջնջի հիշողությունից սկսի նորից ապրել դա պարզ է եւ հնարավոր չէ եւ աբսուրդ է եւ մարդիկ որոնք նման խնդիր ունենում են իրականում լինում են տես նման դաժան դեպքեր մարդը կորցնում է իր հիշողությունը մարդը մարդ չի լինում ցավոք սրտի ինքը որպես մարդ արդեն ոչ միայն լիարժեք չի ուղղակի չի կարող ապրել նույնը վերաբերում է ազգերին այդ աղմախ խոսակցությունները իհարկե արժի մենք մոռանանք դեն շպրտենք, բայց ես ստիպված ամեն անգամ հիշեցնում եմ, որտեղ տարածված են։ Եթե անցնենք արդեն ավելի կոնկրետ թեմային, կամ ոչ թե անցնենք կոնկրետ թեմային, այլ արդեն անցումը կատարենք դեպի ավելի խոսակցություն, թեմատիկ, հիմա տեսեք, իհարկե, եթե սենց ընդհանուր վերցնենք, այն որ հայերի եւ այս երկու տեսակի թուրքերի միջև հարաբերությունները, այսպես ասած շահարկվել են արտաքին ուժերի կողմից եւ ռուսների կողմից եւ եվրոպական ազգերից հատկապես բրիտանացիների, ֆրանսիացիների, ինչ որ շատ ավելի քիչ չափով երևի գերմանացիների կամ ամերիկացիների կողմից, նույնիսկ իտալացիներն են մի շատ թեթև խաղի մեջ մտել, դա իհարկե փաստ է։ Դա ոչ միայն փաստ է, ես հիմա սա չեմ անում, այլ որտեվ եթե ինչ որ մեկը հանկարծ sense օթից նայի այս զրույցը, մենք այդ ոչ միայն փաստը, մենք շատ մանրամասն դա քննել ենք մեր ռուս-թուրքական վանդակում միասին, դա
իսկ ռուս-թուրքական վանդակը, դե հիշողները կհիշեն, 80-ից ավելի հաղորդում է։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը հանկարծ քնից զարթնի, այսպես ասած, մենակ այս զրույցը տեսնի, ասի, դուք ժխտում եք, որ նրանք շահարկել են, հայ մեռնեմ ձեր սրտին։ Դուք դեռ երբ որ խաբար չէիք, շատ չէ լավ, ես մի քիչ կոպիտ եմ ասում, չէ, իհարկե չենք կարող մենք դա անտեսել, մենք շատերից ավելի շուտ ենք դա տեսել եւ ներկայացրել շատ մանրամասն 80-ից ավելի հաղորդում ըստ էության նվիրված եղել միայն այդ թեմային։ Իհարկե շեշտը այստեղ ռուսական գործոնի վրա էր, դրա համար էլ կոչվում է ռուս-թուրքական վանդակ, թե ինչպես են հայերի եւ թուրքերի, տվյալ դեպքում ավելի շատ Հայաստան-Թուրքիայի վրա են կենտրոնացած եղել, հարաբերությունները միջնորդվել, շահարկվել տարբեր ձևերով ռուսական քաղաքականության կողմից, այսինքն այս դասը մենք անցել ենք, սերտել ենք, ով որ ուզեցել է, հուսամ շատ լավ սերտել է, այստեղ մենք շատ ասելիք չունենք, որտեղ դե նորից սկսենք խոսալ, նորից 80 հաղորդում ռուս-թուրքական վանդակ կնկարենք, բայց ասում եմ նրանց համար, ով հանկարծ կոնտեքստից դուրս հանած, մեկ էլ ասի, այ դուք դա անտեսում եք, ուզում եք ասեք, չէ, մենք ոչինչ չենք ուզում ասենք, մենք շատ մանրամասն դա վերլուծել ենք։ Իհարկե չենք վերլուծել մանրամասն այդքան ուրեմն ռուսական գործոնից դուրս արտաքին ուժերի միջամտությունը, բայց նույնիսկ դա որոշ չափով խոսել ենք, օրինակ ֆրանսիացիների մասին, ֆրանսիական քաղաքականության մասին, որը մոդելով շատ նման է ռուսականին, խոսել ենք, երբ որ խոսել ենք Կիլիկիայից, այնտեղ ռուս-թուրքական վանդակում մենք կարծում 2-3 խոսակցություն ունեինք Կիլիկիայից, 1919-20 թվերի դեպքերի մասին է Կիլիկիայում, որը պայմանական մենք նույնիսկ կարծեմ այն ժամանակ էլ ասացինք, սա էլ ֆրանս-թուրքական վանդակն է, շատ նման մոդել էր, մենք դա խոսել ենք, ուղղակի ռուս-թուրքական վանդակի մեջ դա առանձին տենց փուճուր, համեմատաբար ավելի փոքր թեմա է, մենք չենք հատուկ հենց մենակ դա հետևել, բայց այդքանը ինչքան որ տեղավորվել է, խոսել ենք որպես զուգահեռ, որոշ չափով բրիտանական քաղաքականությունից էլ ենք խոսել, ոչ այդքան մանրամասն, ու բրիտանական քաղաքականությունը այդքան նման չի ռուսական ու ֆրանսիականին, ֆրանսիական ու ռուսականը գրեթե հայլային են եղել եւ հիմա էլ երևի կան, բայց ուզում եմ ասեմ, էս էլ ենք մենք բանը, մենակ ռուսականի վրա չենք կենտրոնացել, որտեղ սա շատ կարեւոր է, հետո կտեսնենք ավելի մանրամասն էլի, որ շատ կարեւոր է այստեղ, որ մենակ ռուսականի մասին չի խոսքը եւ ի սկզբանե այս խոսույթի մասին չի եղել, մենակ ռուսականի մասին, նաև իհարկե ավելի շատ կենտրոնացել ենք թուրքերի վրա, ռուս-թուրքական վանդակում էլի, որտեղ թեմատիկան է դեռ, բայց էլի որոշ չափով անդրադարձել ենք, այս հիշացնում եմ էլի, որ ոչ մի բան չլինի, հետագայում ասենք, չհասկացություններ կամ պրետենզիաներ կամ հարցեր թեկուզ նորմալ չլինեն, ու հարցեր նաև չլինեն, Ադրբեջանի թուրքերի մասով էլ որոշ չափով խոսել ենք, երբ որ թեմատիկան ուրեմն բան է եղել, ասենք նույն Արցախի հարցով, Սյունիքի հարցով, Նժդեհի պայքարն ենք մանրամասն վերլուծել, այդտեղ էլ եղել է ինչ որ մենք կոչում ենք փոքր ռուս-ադրբեջանական վանդակ, հա, ռուս-թուրքական տվյալ դեպքում Թուրքիա նկատի ունենալով, իսկ այստեղ փոքր, այսպես ասած, վանդակ, մեր պայքարում այդ շարքում էլ որոշ չափով խոսել ենք, որտեղ այդտեղ հիմնականում շատ ենք խոսել արդեն վերջին շրջանից, Արցախի հարցի հետ կապված, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված, այդտեղ էլ որոշ չափով խոսել ենք, այսինքն այս խոսակցությունը լավ նախապատրաստված է, բայց այսքան հիշացնում եմ նրա համար, որ անպայման պետք է այդ կոնտեքստը մեր բոլոր նախկին խոսակցությունների հաշվի առնենք, որպեսզի այս թեմային կարողանանք հեշտ բան անել, հեշտ սկսել եւ նորից այդ ամբողջ նյութը 80-ից ավելի եւ չգիտեմ, եթե մեր պայքարն էլ մեջը ավելացնենք այդ բոլոր հաղորդումները նորից չկրկնենք, պետք է հաշվի առնենք առանց այդ մեր հին խոսակցությունների, այս խոսակցությունը ոնց որ այդքան բան չի, այդքան լավ ուժ չի ունենա, հա, ինքը իրանով, ուրեմն ինքը շարունակությունն է, կառուցումն է դրա վրա, այդ ամեն ինչը մենք խոսել ենք, բայց այստեղ մի հատ կարևոր բան կա, նախնական ձևակերպենք, որով հարցը մենք սկզբում ասացինք, չէ, արդյոք իրոք ոչ մի խնդիր չի եղել հայերի եւ այս երկու տեսակի թուրքերի միջև, Թուրքիայի թուրքերի, Ադրբեջանի թուրքերի, եկել են մենակ դրսից ուժերը, ռուսները կամ ֆրանսիացիները կամ անգլիացիները կամ մյուսները խառնել են իրար եւ դրանից են բոլոր խնդիրները, մենք միանգամից պատասխանենք, չնայած մանրամասն հիմնավորումը կբերենք հետագան, բայց նախնական մեր ասելիքը իհարկե միանգամից ձևակերպենք, որ իհարկե այդպես չի եղել, բայց ոչ միայն չի եղել կտեսնենք, չէր կարող լինել, որովհետև անկախ նույնիսկ բոլոր փաստերից, որոնց մասին մենք մանրամասն կխոսենք,
Եթե չլիներ իրական խնդիր հայերի եւ թուրքերի միջև, հայերի եւ Ադրբեջանի թուրքերի միջև, բնականաբար ոչ մի արտաքին ուժ չէր կարողանա դա շահարկել, որտեղ դու չես կարող շահարկել մի բան, որը չկա։ Դու կարող ես շահարկել մի բան, որը կա։ Բնականաբար շահարկել են շատ ուժեղ եւ էլի մեր բաներից, մեր խոսակցությունի կանոններից ելնելով, մենք երբեք չենք զբաղված այստեղ դատապարտելով, բարոյախրատական ինչ որ բաներ ասելով, լավ են արել շահարկել են։ Եղել է շահարկել են, շահարկելու են, որտեղ քաղաքականությունը այդպեսին է միջազգային քաղաքականության մեջ պետությունները ոչ միայն մեծ տերությունները, բոլոր պետությունները շահարկում են այլ պետությունների խնդիրները, դա հիմա չեմ ասում լավ է, բայց ոչ էլ վատ է, դա փաստ է։ Իհարկե շահարկում են, հիմա էլ շահարկում եւ շահարկելու են, ընդ որում ամենատարբեր ձևերով, բայց դա նշանակում է, որ կա բան, որը շահարկում ես, այսինքն այն տեսակետը, որ դե եկան դատարկ տեղից արհեստականորեն ստեղծեցին, աբսուրդ է, դու չես կարող նախ ոչ ոք, նույնիսկ աշխարհի ամենահզոր տերությունը չի կարող օթից պրոբլեմ հորինել ստեղծել երկու ժողովուրդների միջև, դա չկա տենց բան։ Այդ դեմագոգիայի համար շատ են ասում տարբեր հարցներ, բայց դա մաքուր են, ասենք, կլասիկ դեմագոգիա օրինակ է, ասես շատ դեպքերում տենց ասում են ինչ որ մի բան հիմնավորելու համար, ինչ որ քաղաքական այլ կուրսեր, բայց կլասիկ դեմագոգիա է, ոչ միտեղ ոչ մի հասարակության մեջ արտաքին ուժը միայն դատարկ տեղից հորինելով չեն կարողանալ։ Դա նույնը ոնց որ չէ, օրինակ նույն ռուսական քարոզչությունը սիրում է, չէ, որ երկրում մի հատ հեղափոխություն լինի, իշխանության դեմ ինչ-որ պայքար լինի, ասում են, օ, եկան դրսի ուժերը բան արեցին։ Հիմա հակառակն է, Եվրոպայում են հիմա ռուսների վրա են ամեն ինչ գցում։ Ինչ մեկը լինի մի հատ քաղաքական շարժում, որ մի քիչ իստեբլիշմենտին հակառակ է սկսած Տրամպից։ Ասում են, օ, դա ռուսական աջակցություն է։ Այ մեռնեմ ձեզ, հա կարող է ունենա եւ ունի։ Եվ այնտեղ ռուսական աջակցություն ունի եւ ռուսների ասացի մեջ էլ հաճախ ճիշտ է, որ արևմտյան աջակցություն են, բայց ամբողջ խնդիրը նա է, որ խնդիրը պետք է բուն լինի, որպեսզի արտաքին ուժը դա շահարկի, եթե չկա խնդիր, չի լինում, չի կարող օրինակ դատարկ տեղում հեղափոխություն լինի։ Ասենք նույն այդ մեր 18 թվի այսպես կոչված հեղափոխությունը, որ ես ինքս այդքան դատապարտում եմ, համարում եմ չարիք իր բոլոր արդյունքներով։ Եվ այո, միշտ այն ժամանակ էլ ասել, որ արտաքին ուժերի տվյալ դեպքում ռուսների ավելի շատ միջամտությունը այդտեղ շատ ակնհայտ եղել իմ համար հենց հնդածս, ոչ թե հիմա եմ ասում։ Հնդածս կարող կարդալ իմ 5 գրառումները հենց այդ սինխրոն այդ ժամանակ, բայց եթե ես ասեմ, որ խնդիր չի եղել, այսինքն ժողովուրդը սիրել է Սերժ Սարգսյանի իշխանությանը, ամեն ինչ լավ է եղել, եկան ինչ-որ չար արտաքին ուժեր խառնեց, երբ սուտ կլինի, դա բացածը կեղծիք կլինի, մեր աչքի առաջ եղել, իհարկե, այդ արտաքին ուժերը օգտվել են շատ օբյեկտիվ հասունացած դժգոհությունից հայ հանրության մեջ եւ այդպես բոլոր դեպքերում որտեղ որ դուք տեսնեք եւ ներքին կոնֆլիկտները եւ արտաքին կոնֆլիկտները պետք է ունենան դա այնպես որ եթե ձեզ գալիս են հիմա էլ ասում են օ ոչ մի խնդիր չի եղել եկան չար ռուսները կամ առաջ ասում են հիմա չեն այդքան ասում չար ֆրանսիացիները չար անգլիացիները չես ռուսները այդպես էին նաեւ ներկայացնում հիմա ռուսների վրա եկան խառնեցին այս լավ ժողովուրդները իրար հետ ապրում դա միանգամից նույնիսկ առանց խորանալու մի կողմ նետեք միանգամից կարաք նույնիսկ մնացածը չնայեք միանգամից մի կողմ նետեք միանգամից հիշեք դա նույնն է ինչ որ հենց նույն ռուսական քարոզչությունը մյուսները ասում են ցանկացած ներքին շարժման մասին ցանկացած հեղափոխության մասին հիմա էլ ասում են Ղարաբաղյան շարժումն էլ եկավ ԿԳԲ-ն ստեղծեց այն ժամանակ էլ ասում էին ՑՌ-ն ստեղծեց դե այդ պետք է ընդհանրապես այդ սխեման միանգամից բացառեք այո դրսի ուժերը միշտ կան զարմանալի էլ կներ որ չլինեն մանավանդ եթե ինչ-որ մեծ շարժումներ են կամ մեծ կոնֆլիկտներ են բայց միշտ իրենք կարան շահարկեն միայն օբյեկտիվը Իրանք կարան փորձեն նաև փոքր խնդիրները, չեղած խնդիրները կամ արհեստական ինչ-որ բաներ ստեղծեն, կարան փորձեն, բայց դա շատ թույլ ազդեցություն ունի, եթե մի բան, օրինակ նույն հայերի եւ թուրքերի, հենց ասում երկու տեսակի թուրքերի խնդիրները, կոնֆլիկտը այսքան երկարատև է, դա չի կարող արհեստական ստեղծել, այս մի անգամից ենք ասում, բայց ել եմ ասում, սա մենակ այս պնդումով չի սահմանափակվում, մենք ավելի մանրամասն նայելու ենք, տեսնենք, կար օբյեկտիվ խնդիր, չկար, ինչ ձևի օբյեկտիվ խնդիրներ կային, եւ հետո դրանից հետո, երբ որ տեսնենք օբյեկտիվը, հետո կվելուցենք, տեսնենք այս խոսույթը
ում կողմից է ձևակերպել, ում կողմից է շարքվել, ինչպես է շարքվել եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ կարեւոր մի մեթոդաբանական, ասենք ասենք բան ասեմ, բայց շատ կարեւոր մեթոդաբանական բառից չվախենաք։ Ինչ է տեղի ունենում։ Ուրեմն ամենասխալ մեթոդը ընդհանրապես եւ գիտության մեջ եւ հանրային, ուրեմն, չգիտեմ, խոսքի մեջ մի հատ շատ սխալ, տարածված սխալ մոտեցում կա, լավ sense ասեմ, որ մեթոդ բառով չվախացնեմ։ Երբ որ կա ինչ որ մի հատ տարածված ընդունված սխեմա, ասենք, էս լավն է, էս վատն է, կամ էսպես է եղել, եւ հետո մարդիկ հիասթափվում են այդ սխեմայից ինչ որ պատճառներով, օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ, եւ ասում են, հա, սա սուտ դուրս եկավ, ուրեմն որն է ճիշտը, ճիշտ հակառակն է, այսինքն վերջում ենք պլյուսն ու մինուսը փոխում ենք ու ուրախ ապրում ենք։ Ու դա ճիշտը գտանք։ Ասենք օրինակ տվյալ դեպքում, դե եթե ընդունված է համարել, որ եղել է հայերի եւ թուրքերի միջև խնդիր անկախ բոլոր արտաքին ուժերից, իսկ արտաքին ուժերը ուղղակի, չգիտեմ, նույն ռուսները եկել են հայ ժողովրդին փրկել են, չգիտեմ, եսի ինչ են արել, որովհետեւ բարձր որ մաքուր հեքիաթ է մենք այլեմ ասում 80-ից ավելի հաղորդում վերլուծել ենք, ուրեմն ճիշտը որն է, ճիշտը հակառակն է, ոչ մի խնդիր չի եղել, ռուսները կամ չգիտեմ, այն մյուսները ֆրանսիացիները բանը եկել են խառնել են հայերին ու թուրքերին, իսկ իրական ոչ մի խնդիր չի եղել, այսինքն զուտ պլյուսն ու մինուսը փոխեցինք, տեղերով փոխեցինք, պնդումն ու sense ասած հերքումը, բայց արդյունքում սխեման նույնը մնաց։ Սա ամենատարածված, ամենասխալ մոտեցումն է, որը կարող է լինել ընդհանրապես եւ այս հարցում մասնավորապես ես եթե չեմ սխալվում, հենց ռուս-թուրքական վանդակում էլ այս մոտեցման դեմ զգուշացել եմ, բայց այն ժամանակ դեռ այսքան ակտուալ չէր, իսկ հիմա ավելի ակտուալ է։ Այսինքն դա ամենասխալ ճանապարհն է։ Եթե մենք այդ ճանապարհով ենք գնալու, ավելավը մենք ընդհանրապես թեմային ձեռք չտանք, որևէ թեմային ձեռք չտանք, որովհետև ամենասխալ բանը, որ դու կարող ես անել, դու գնում ես ծուղակ, դա շատ կարևոր ծուղակ է, ոչ միայն այս հարցում, այլև ընդհանրապես։ Որովհետև ուշադրություն դարձնեք, դու բուն մոդելը, սխեման չես փոխում, դու փոխում ես ընդհանրապես գնահատականը, պլյուսն ու մինուսը, բայց դու մնում ես նույն սխեմայի գերին։ Եթե դու ուզում ես իրապես փոխես քո մոտեցումը, քո աշխարհայացքը եւ իրապես դուրս բրցնես սխեմային, դու պլյուսն ու մինուսի հետ պետք է գործ չունենաս, դու բուն սխեման պետքա փոխես ու ջարդես։ Մենք հենց դրանով ենք զբաղվելու, դրանով ենք զբաղված մեծ հաշվով քանի տարի արդեն 22 թվից ինչ նկարում ենք այս տարբեր զրույցների շարքը, մեծ հաշվով սխեմաներ ջարդելով ենք զբաղված եւ նորից հավաքելով եւ շարունակելու ենք էսա ճանապարհը, ոչ թե պլյուսն ու մինուս փոխելը, որը ամենահեշտ ճանապարհն է, ծույլ ճանապարհն է, բարձր մարդու ուղեղի համար ամենահեշտ բանն է։ Ասում էին, այս լավն է, այս վատն է, եւ փոխում ենք։ Այս լավը դառավ վատը, վատը դառավ լավը, ասենք առաջ ռուսներն էին լավ, թուրքերն էին վատ, հիմա փոխեցինք, թուրքերը լավն են, ռուսները վատն են։ Հարցը լուծեցինք, բնականաբար ոչ, ընկանք նույն ծուղակը, էնել երկու ոտով։ Ավելի լավ է, ելեմ ասում, ընդհանրապես ձեռք չտենք այս թեմային։ Մենք ռուս-թուրքական վանդակում ըստ էության, այո, դեկոնստրուկցիայով ենք էլի զբաղված, դեկոնստրուկցիայի ենթարկեցինք հուսամ հաջողությամբ այդ Ռուսաստանը, Հայաստանի փրկիչ բանը, մոդելը։ Մենք դա ջարդուփշուր արեցինք, դեկոնստրուկցիայի ենթարկեցինք, ցույց տվեցինք ինչ է եղել իրականում, ցույց տվեցինք, որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ ավելի բարդ էին, ցույց տվեցինք, որ այդտեղ ռուս-թուրքական պատերազմները ի շրջանները փոխարինվել են ռուս-թուրքական դաշինքի շրջաններով, հետո չեզոքության շրջաններով եւ որ այդ ամեն ինչը ինչպես է ազդել մեր հայկական ուրեմն պատմության վրա, մեր հայկական իրականության վրա։ Այդ մենք արեցինք, բայց եթե դրա փոխարեն, այսինքն սա այն ինչ որ մենք դեկոնստրուկցիայի ենթարկեցինք, դա մեր պատմության ռուսական սխեման էր, այնպես ինչպես ռուսները, ինչպես ռուսական կայսրությունը, սովետական կայսրությունը իր համենայնիվս գոյության մի որոշակի շրջանում ներկայացրել է։ Մենք դա քանդեցինք, բայց հիմա եթե մենք դրա փոխարեն ռուսական մոդելը մի կողմ դետելով, հասկանալով, բերում ենք թուրքական մոդելը պատմության, իսկ սա թուրքական մոդելն է մեր պատմության, այսինքն որ ոչ մի խնդիր չի եղել, եկան դրսից խառնեցին։ Սա այն է, ինչ որ թուրքերը շատ երկար տասնամյակներ պատմում են, այսինքն ռուսականը փոխարինել թուրքականով եւ համարել, որ դրանով դու անկախացար, չկա այս աշխարհում ավելի անհեթեթ բան, չկա ավելի անհեթեթ մոտեցում, ավելի անմիտ մոտեցում, ավելի ծույլ մոտեցում, ավելի սխալ մոտեցում, որովհետեւ մեր նպատակը ոչ թե նա, որ մենք մի արտաքին պատումը մեր պատմության փոխարինենք մյուսով եւ դա կոչենք անկախություն, մեր նպատակը նա է, որ մենք մեր պատմությունը ցան մեր sense ասած մոդելը ունենանք մերը, որը միակ ճշմարիտն է, որտեղ մեզ է միայն ձեռնտու այս հարցում ճշմարտությունը։ Միակ հայկականը ունենանք։ Իսկ եթե մենք հիմա դա ենք անում, այս ինչ որ տեղի ունում, դա է ռուսականը փոխում ենք թուրքականով, դա գրոշի արժեք ունի, եթե չասեմ ավելի վատ։
Ինչով ով ասաց որ թուրքական մոդելը ավելի լավն է քան ռուսականը կամ թուրքական մոդելը ավելի անկախական է քան ռուսականը, դա ինչ աբսուրդ մոտեցում է։ Անկախականը հայկականն է, անկախականը չի կարող լինի ռուսական, թուրքական, չի կարող լինի նավի դեպ արևմտյան, դե դա էլ են շատերը խառնում։ Հետո արևմտյան ենք, ուրեմն անկախ ենք, ոչ, անկախը հայկականն է, ժողովուրդ, անկախը ռուսականը չի կարող լինի, թուրքականը չի կարող լինի, ֆրանսիականը չի կարող լինի, ամերիկանը չի կարող լինի։ Դրանց բոլորի հետ մենք կարող ենք ունենալ տարբեր հարաբերություններ, բայց անկախը հայկականն է, եւ մենք պետք է հայկականը ստեղծենք։ Իսկ մեզ հիմա առաջարկվում է, եկեք ռուսականը, դե բոլորը հասկացել են փառքաստու, ռուսականը սխալ է, ես ուրախ եմ դրա համար, ուրախ եմ նաեւ, որ ես իմ ներդրումը ունեցել եմ դրա մեջ, բայց ես կտրականապես դեմ եմ եւ այն գլխից էլ դեմ եմ եղել, ասել եմ ռուս-թուրքական բանը, որ եթե մեկը փորձի իմ քանդածի վրա, ասենք բերել օրինակ դրա փոխարեն մեր ազգին թուրքական մոդել հрамցել, ես դրա դեմ նույն կրքով պայքարելու եմ, նույն չգիտեմ ջանքով եւ նույն ձևի իմ համար դա ատելի է, անընդունելի է եւ հականկախական։ Եվ թե սրանով ավարտեմ, բայց մի հատ տարօրինակ բան այստեղ վերջում ավելացնեմ, որը հետո մանրամասն կտեսնենք։ Իհարկե, այս ասեցի, այս ինչը որ հիմա մենք քննում ենք, դա ռուսականի փոխարեն թուրքական մոդելն է մեր պատմության, որը մեզ փորձում են հրամցնել որպես իբր անկախական, շատ խնդալու է, չեմ կարող չխնդամ, անկախականը փաստորեն բանն է, թուրքականն է, բայց շատ հետաքրքիր մի նյուանս, որից կզարմանաք այսքանից հետո։ Նաև հենց նույն ռուսները այս մոդելը օգտագործել են։ Զարմանալի է, թվում չէ ռուսներն չի պետք թուրքական մոդել օգտագործեն, չէ՞ որ իրենք իրանց ունեն։ Այս է շատ հետաքրքիր բան է, նյուանս է, ես ասի նյուանսների վրա պետք է ուշադիր լինենք, ուղղակի հիմա չեմ խորանա առանձին վերջում կխորանանք, որովհետև այն ժամանակ էլ մենք ռուս-թուրքականում էլ խոսել ենք, շեշտել ենք, որ մի բան պետք է հասկանանք։ Ռուսաստանը որպես մեծ տերություն երբեք չի գործում մեկ խոսույթով, մեկ պատումով, մեկ նարատիվով, ոնց որ սիրում են ասել, չէ՞, նարատիվը հայերեն պատումն է, նարատիվ, որ խելոք ես ուզում վերևաս, ասես նարատիվ կամ նարատիվ կամ նարատիվը, չէ՞, պատմություն, պատում ուժի մանդաչի նշանակում։ Ուղղակի ցավոք սրտի նարատիվը ավելի ծանոթ է մեր լսանին, քան պատում բառը, պատումը։ Ռուսները մի պատումով հանդես չեն գալիս, կայսրությունները տենց չեն, որ խաղում են մի լարի վրա, մի քանի ունեն պատում, այդ թվում էս մի պատում, որտեղ երբ որ իրենց պետք է եղել հայերին եւ թուրքերին հաշտեցնել, իսկ մենք տեսել ենք, որ իրենք երկու process-ներով էլ ակտիվ զբաղվել են, կռվածներ հաշտեցնելով, իհարկե իրենք բերել են մեջտեղ այս մոդելը, այս շեշտով, որը ոչ մի խնդիր չի եղել, ինչ խրովված է ասել, որ խնդիր կա հայերի թուրքերի միջև, չկա տես բան, մենք եկել ասում ենք չկա, եւ այդպես շատ են շարունակել եւ շատ են կիրառել եւ հենց նույն երբ որ մենք ասենք սովետական կայսրությունը իր պատմության մի որոշ փուլում օգտագործել է այն մոդելը, որը մենք քանդեցինք որպես ռուս-թուրքական վանդակում, բայց նաև իր սկզբնական փուլում եւ դա կարճ չի տվել 20 տարի, երևի, հա, 20 տարուց ավել օգտագործվել է այս առաջին մոդելը, որ հայերի եւ թուրքերի միջև ոչ մի խնդիր չի եղել, դա չար եվրոպացիներն են հորինել եւ չար ցարական Ռուսաստանը։ Սա եղել է պաշտոնականը սովետական Հայաստանում շատ երկար տարիներ, այդ ընդհանրապես դրա վերածնունդն է։ Հասկանում եք, այսինքն էլի այստեղ ինչ է ստացվում մի սովետականը, ուրեմն ուզում են մյուս սովետականով փոխել, ասեն անկախական ենք մենք։ Եվս մի աբսուրդի գագաթնակետ եւ չեն ուզում լսեն, չեն ուզում ականջները բացեն, լսեն, որ այ ձեր ցավը տանը, մեզ ձեզ ա թվում որ նոր բան եք ասում։ Ձեզ ա թվում որ սովետի դեմ եք պայքարում։ Դուք ընդհանրապես մի սովետով եք փոխում, հասկացող մարդը դա հասկանում է, իմացող մարդը դա գիտի։ Ինչևէ, այսօր այսքանը մեր խոսակցությունը, սա մտանք այս թեմայի մեջ, տեսանք դրա կարևորությունը, տեսանք որ տարբեր շատ նրբերանգներ կան եւ պետք է շատ ուշադիր լինենք։ Մենք հաջորդ անգամ կշարունակենք, կսկսենք այսպես առաջին բանը մենք կփորձենք տեսնել սկզբում հայերի եւ թուրքերի, տվյալ դեպքում Թուրքիայի թուրքերի միջև եղել է խնդիր թե չէ օբյեկտիվ, անկախ բոլոր արտաքին ուժերից, ինչ խնդիր է եղել, էս էլ է շատ կարևոր հասկանալ, այդտեղ շատ կարևոր նրբերանգների մասին կխոսենք, տեսնենք եղել է թե չէ եւ ինչպիսին եղել եւ հետո նոր կհասկանանք արտաքին ուժերի դերը, հետո մի հատ առանձին կը Ադրբեջանի թուրքերի դեպքը կդիտարկենք, քննարկենք, այստեղ շատ կարևոր է խոսակցությունը, որովհետեւ Թուրքիայի մասին մեր մոտ միշտ ավելի շատ է խոսվել, քան Ադրբեջանը, մեր համար տենց մի քիչ անծանոթ բան է իրական, որքան է զարմանալի է։ Մի հատ իրենց մասին եք խոսենք, նոր դրանից հետո կգանք արդեն, սա ինձ առանձին երկու զրույց մենակ դա կլինի, կամ չգիտեմ, այս բանին չեմ կարող հստակ ասել, ենթադրում եմ, նոր դրանից հետո կգանք խոսանք, արդեն տեսնենք այս խոսույթները, այս մոդելները
այս ինչպես են ձևավորվել, ոնց են ձևավորվել, ով է դրանց մասին խոսել, ով է դրանց շարքել, ով է հիմա էլ շարքում եւ որոնք են այստեղ ուրեմն այդ ամենասենց կարևոր մանիպուլատիվ կետերը եւ ոնց այս ամեն ինչից դուրս գանք։ Այսա լինելու մեր մոտակա զրույցների պլանը։ Շնորհակալություն այսօր ուշադրության համար։ Կհանդիպենք։